Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն անցել է գործադիրին։ Միացյալ Նահանգների Իրան հակամարտությունը շարունակվում է, Իրանից հայտնում են զոհերի մասին։ Լիտվայում ստի դետեկտոր կկիրառվի նաև օտարերկրացիների նկատմամբ։ Ուկրաինայում շարունակվում են կադրային լայնամասշտաբ վերադասավորումները։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը, իսկ Multi-Wellness մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։ Գլխավոր դատախազությունը հայտարարում է, ԲՀԿ առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին։ Ըստ դատախազության հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Իրավապահները պահանջում են Գագիկ Ծառուկյանից բռնագանձել նաև 75 անշարժ գույք, ավելի քան 40 ավտոմեքենա, շուրջ 40 ընկերության բաժնեմասեր և շուրջ $290 միլիոն ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հուլիսի 16-ի երեկոյան նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանից հայտնում են զոհերի մասին։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ հարվածները նպատակ ունեն ավելի թուլացնել Իրանի ռազմական կարողությունները։ Ըստ իրանական կողմի, հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտներ։ Այս ամսվա սկզբից ի վեր Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, ավելի քան 400-ը վիրավորվել։ Իրանի առողջապահության նախարարությունն է հայտնում։ Նախօրեին Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանը շարունակում է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ և ցանկանում է գործարք կնքել։ Իրանական տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ Հորմոզ գանի նահանգում 6 կամուրջ է թիրախավորվել։ Դրանցից մեկը Կոհորեստան կամուրջն էր, որը միացնում էր Հորմոզ գանի և Ֆարսի նահանգները։ Ի պատասխան Իրանի զինված ուժերը հարվածել են Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Սիրիայում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Միացյալ Նահանգների-Իրան հարաբերությունների կտրուկ լարումն ինչ կերպ կարող է անդրադառնալ TRIP նախագծի իրականացման վրա, ինչով է պայմանավորված Սոկոլովի նշանակումը TRIP+ առևտրային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում։ Ռուսաստանը փոխում է Հայաստանի հանդեպ վերջին շրջանում որդեգրած ռետորաբանությունը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, վերջին օրերին ամենից քննարկվող թեմաներից մեկն այն է, որ TRIP+ առևտրային հիմնադրամը կղեկավարի Ռուսաստանում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոստանտին Սոկոլովը։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված նրա ընտրությունը, արդյոք սա այն մասին է, որ TRIP-ի հարցում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կա որոշակի պայմանավորվածություն։ Գիտեք, իհարկե միանշանակ պատասխան տալը դժվար է, որովհետև ես տեղյակ չեմ եղել, այսպես ասենք, այն գործընթացներին, որոնք նախորդել են մինչև պարոն Սոկոլովի նշանակումը։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե սա նշան է, որ արդեն Ռուսաստանը եւ ԱՄՆ համաձայնության են եկել TRIP-ի հետ կապված։ Ինձ թվում է ավելի շուտ սա նշան է, որ առայժմ Հարավային Կովկասը եւ TRIP-ը շարունակում են մնալ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում, որտեղ մենք տեսնում ենք, որ ամերիկացիները եւս քայլեր են ձեռնարկում այս ծրագրի իրականացման համար։ Սկսած Մարկո Ռուբիոյի այցից, մայիսի 26-ին Հայաստան, այնուհետև օնլայն ստորագրումը, պայմանագրի եւ հիմա նշանակումը։ Ավելի շատ ես կկապեի սա Միացյալ Նահանգների պահպանվող, այսպես ասենք, ուշադրության հետ դեպի Հարավային Կովկաս, դեպի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ եւ դեպի հաղորդակցությունների ապաշրջափակում, քան ինչ որ նշան, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ համաձայնության են եկել TRIP-ի հետ կապված։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների կտրուկ լարումը ինչ կերպ կանդրադառնա TRIP-ի իրագործման վրա։ Կարծում եմ միանշանակ ազդեցությունը կլինի բացասական։ Տեսեք, Իրանը ընդհանրապես այնքան էլ մեղմ ասած հիացած չէր TRIP-ով դեռ 2025 թվականի օգոստոսին եւ Իրանից երկակի ուղերձներ էին գալիս։ Եթե քաղաքական թևը նկատի ունեն նախագահի աշխատակազմը եւ նաեւ արտաքին գործերի նախարարությունը, այսպես ասենք, չեզոք դրական էին գնահատում TRIP-ը, ասում էին, որ իհարկե ամերիկացիների ներգրավվածությունը դա որոշակի մտահոգիչ է, բայց ամեն դեպքում, եթե սա կբերի տարածաշրջանային խաղաղության, Իրանը միշտ կողմ է եղել տարածաշրջանային խաղաղության, Իրանը միշտ կողմ է եղել հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Ընդհանուր առմամբ կար չեզոք դրական ընկալում։ Սակայն Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի արձագանքը շատ կոշտ էր։ Հիշենք թեկուզ նախկին հոգևոր առաջնորդի խորհրդական երկար տարիներ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած պարոն Վելայաթի հայտարարությունը, որտեղ նա հստակ նշում էր, որ TRIP-ը նույն Զանգեզուրի միջանցքն է, որ Իրանը դա թույլ չի տա եւ TRIP-ը կդառնա ամերիկյան վարձկանների գերեզման։
Հիմա գրեթե բոլոր Իրանով զբաղվող փորձագետները Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, այլ պետություններում միակարծիք են, որ 2026 թվականի փետրվարի 28-ից հետո Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի ազդեցությունը Իրանի արտաքին քաղաքական եւ անվտանգային որոշումների ընդունման գործընթացի վրա էականորեն ավելացել է։ Հետևաբար կարող ենք ենթադրել, որ հիմա Իրանի դիրքորոշումը թրիփի հանդեպ ավելի կոշտ կլինի։ Մանավանդ մենք տեսնում ենք, որ Իրան-ԱՄՆ պատերազմը փաստաթի շարունակվում է չնայած կնքված հուշագրին։ Հետևաբար կարծում եմ ազդեցությունը կլինի բացասական, բայց արդյոք այդ ազդեցությունը կլինի բավարար, որպեսզի թրիփի իրականացումը հետաձգվի թե ոչ, սա արդեն շատ բարդ է ասել։ Չմոռանանք, որ Ռուսաստանի դիրքորոշումն էլ է բացասական։ Մենք լսեցինք հայտարարություններ փոխվարչապետ պարոն Օվերչուկից, այնուհետև փոխարտգործնախարար պարոն Գալուզինից։ Հիշեցնեմ, Օվերչուկը հստակ հայտարարեց. Թրիփով խախտվում է Հարավային Կովկասում 200 տարի առաջ ստեղծված աշխարհաքաղաքական բալանսը։ Այսինքն հստակ ուղերձեր, որ թրիփը Ռուսաստանի համար առաջին հերթին աշխարհաքաղաքական, այսպես են գործընթաց է, որի հիմնական նպատակը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է Հարավային Կովկասում։ Փոխարտգործնախարար Գալուզինը հիշեց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, հիշեց ռուս սահմանապաններին, որոնք շարունակում են տեղակայված լինել Հայաստան-Իրան սահմանին, հիշեց, որ Հայաստանի երկաթուղիները տրված են Ռուսաստանին կոնցեսիոն կառավարման մինչև 2038 թվականը եւ նաեւ հայտարարեց, որ թրիփը շատ կշահի, եթե Ռուսաստանը մասնակցի, ինչը դիվանագիտական լեզվով ասած նշանակում է, որ Ռուսաստանը ցանկանում է մասնակցել եւ եթե չի մասնակցում, ապա խնդիրներ է ստեղծում թրիփի համար։ Հետաբար, եթե մենք ունենք Ռուսաստան եւ Իրան, որոնք թեկուզ եւ ոչ նույնական պատճառներով ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի ներկա տեսքով թրիփը կամ ընդհանրապես չիրականանա, կամ գոնե իրականացումը հետաձգվի, ապա սա իհարկե մտածելու տեղիք է տալիս։ Այսինքն ամեն դեպքում թրիփի ապագան մշուշոտ է, թե Հայաստանի տարածքում է ի վերջո եւ կարող են գնալ պայմանավորվածության։ Տեսեք, իրավական առումով մշուշոտ չէ։ Մենք տեսանք, որ կառավարությունը արդեն հավանություն տվեց օրենքի նախագծին։ Կարծում եմ բոլորն են վստահ, որ Սահմանադրական դատարանը եւս դրական եզրակացություն կտա եւ խորհրդարանն էլ, նոր խորհրդարանը արդեն աշնանը, գուցե այն սեպտեմբերին կվավերացնի, նախագահն էլ կստորագրի, որից հետո երևի թե կստորագրվի այդ բաժնետոմսերի բաշխման համաձայնագիրը, որից հետո կարող է գրանցվել նաեւ TRIP-ի զարգացման ընկերություն, այսպես կոչված TRIP Development Company։ Այսինքն իրավական առումով խոչընդոտներ չեմ տեսնում, որ օրինակ մինչև 2026 թվականի ավարտը մենք նույնիսկ ունենանք գրանցված TRIP Development Company Հայաստանում որպես իրավաբանական անձ։ Սակայն եթե մենք խոսում ենք կոնկրետ շինարարության մեկնարկի մասին, ապա ակնհայտ է, որ եւ Ռուսաստանը եւ Իրանը կարող են խնդիրներ ստեղծել։ Օրինակի համար ես մի քիչ բարդ եմ պատկերացնում, կարող է արդյոք շինարարությունը ընթանալ այն հատվածում, որը գտնվում է ռուսական սահմանապանների վերահսկողության ներքո։ Վերջին հաշվով կա սահմանային գոտի հասկացություն, որտեղ նույնիսկ այսպես ասենք մուտքը տարբեր անցագրերով է։ Իհարկե Հայաստանը կարող է դիմել Ռուսաստանին եւ խնդրել, ինչպես դա եղավ, ասենք Զվարթնոց միջազգային օդանավակայանի դեպքում, որպեսզի ռուս սահմանապահները հեռանան Հայաստան-Իրան սահմանից։ Արդյոք Ռուսաստանը արագորեն այդ խնդրանքին համաձայնություն կտա, թե կասի իհարկե ես համաձայն եմ, որտեղ 1992 թվականի հայ-ռուսական պայմանագիրը չի նախատեսում սահմանապանների մշտական ներկայություն։ Բայց բոլորս ենք հասկանում, որ Ռուսաստանը կարող է այս գործընթացը երկարաձգել, օրինակի համար։ Սա ընդամենը մեկ օրինակ եմ բերում։ Տասնյակ այլ խնդիրներ կարող են առաջանալ, հետեւաբար ես եւ որքանով ես եմ տեղյակ, նաեւ փորձագետները կամ փորձագիտական շրջանակները Ադրբեջանից եւ նաեւ Թուրքիայից, այսպես ասենք, որոշակի խնդիրներ տեսնում են TRIP-ի կոնկրետ իրականացման հարցում։ Ոչ թե իրավական ձևակերպումների հարցում, նորից եմ ասում, դրանք շատ արագ կարող են, այլ այն պահին, երբ վերջապես պետք է հայտարարվեն մրցույթներ, X ընկերություն պետք է շահի մրցույթը երկաթգծի կառուցման համար, ֆիզիկապես Մեղրիում Արաքս գետի երկայնքով Իրանից սահմանից 100 մետր հեռավորության վրա պետք է հայտնվեն շինարաններ, որոնք պետք է սկսեն երկաթուղու կառուցումը, ավելի կոնկրետ շարունակեն այն երկաթուղին, որը հիմա Ադրբեջանի տարածքով գալիս է դեպի Հայաստան-Ադրբեջան սահման։ Այդտեղ արդեն խնդիրներ կարող են ծագել։ Եվրամիությունը նոր առաքելություն կուղարկի Հայաստան, որը զբաղվելու է հիբրիդային հարձակումների դեմ պայքարով, Ռուսաստանից ինչ արձագանքներ սպասել այս ուղղությամբ։ Բնականաբար բացասական, որովհետև եթե նայում են գործառույթները, գրեթե նույնական են այն առաքելության հետ, որը գտնվում է Մոլդովայում։ Եվ նույնիսկ Հայաստանում առաքելության ղեկավարը նախկինում եղել է Մոլդովայում այդ առաքելության ղեկավար։ Սա ուղղակիորեն տեղավորվում է Ռուսաստանից հնչող այն հայտարարությունների համատեքստում, որ Հայաստանը փաստացի բռնել է Մոլդովայի ուղին, որ Հայաստանը դառնում է հաջորդ Մոլդովա։ Մենք տեսնում ենք Ռուսաստան-Մոլդովա հարաբերությունները շարունակում են վատթարանալ։ Հիմա սա Ռուսաստանի համար եւս մեկ նշան է, որ այո,
Հայաստանը ընթանում է Մոլդովայի ուղով։ Իսկ ինչ է նշանակում ընթանալ Մոլդովայի ուղով, նշանակում է ավելի ու ավելի սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կարծիքներ կան, որ վերջին շրջանում Ռուսաստանը կարծես թե սկսել է մեղմել Հայաստանի հանդեպ ռետորաբանություն։ Ամեն դեպքում տարբեր հայտարարություններ ենք լսում, որոնք կարծես թե հենց այդ մասին են վկայում։ Տեսեք, ռետորաբանությունը իհարկե կարևոր է, չնայած այստեղ կարելի է տարբեր հղումներ անել, բայց եկեք նայենք քայլերին։ Գիտեք, կար տեսակետ, այդ թվում նաև կառավարության անդամների կողմից, որ այս տնտեսական պատժամիջոցները, որ կիրառվեցին Հայաստանի դեմ սկսած 2026 թվականի մայիսի 2-րդ կեսից, դրանք ընդհանրեն ընտրությունների հետ են կապված եւ արդեն ընտրությունների հաջորդ օրը հունիսի 8-ին այդ պատժամիջոցները կչեղարկվեն։ Կամ շատ արագ ընտրություններից մի քանի օր հետո տեղի կունենա Վարշապետի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպում կամ գոնե հեռախոսազրույց եւ դրանից հետո բոլոր հարցերը կկարգավորվեն։ Ընտրություններից հետո արդեն անցել է ավելի քան 1 ամիս, 1.5 ամիս, չունենք շնորհավորական զանգ, չունենք որևէ պաշտոնական շնորհավորանք, պատժամիջոցները իրենց տեղում են։ Կարող ենք կանխատեսել, որ Վարշապետի հանդիպումը Ռուսաստանի վարչապետի հետ առանձնապես հաջող չի անցել։ Հակառակ բանալին մենք հաստատ կիմանանք ձեռբերված պայմանավորվածությունների մասին։ Հետևաբար մի բան հստակ է, որ պատժամիջոցները, որոնք Հայաստանի նկատմամբ կիրառվել են, Ռուսաստանը չի պատրաստվում դրանք չեղարկել, չեն բացառում, որ առաջիկայում կլինեն նոր պատժամիջոցներ։ Լիտվայում ստի դետեկտոր կկիրառվի նաև օտարերկրացիների նկատմամբ։ Երկրում հուլիսի 11-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ընդլայնում են պոլիգրաֆի կիրառումը։ Սակայն սա չի նշանակում, որ զանգվածային ստուգումների են ենթարկվելու բոլորը։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Վիտոլ Տյանչիսը։ Օրենքի փոփոխություններն առաջարկել է Լիտվայի ռազմական հետախուզությունը։ Կողմ է քվերկել 81 падգամավոր, դեմ 4-ը, իսկ 14-ը ձեռնպահ են մնացել։ Օտարերկրացիների դեպքում պոլիգրաֆով ստուգումից հրաժարվելը կարող է ճակատագրական լինել Լիտվայում բնակվելու իրավունք ստանալիս։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, թշնամական հետախուզությունների ակտիվացումն ու հավաքագրման հաճախակի դարձած դեպքերը պահանջում են ուժեղացնել ազգային անվտանգության միջոցառումները։ Անհրաժեշտ է համապարփակ կերպով գնահատել բոլոր հանգամանքները, ինչպես գաղտնի տեղեկատվության հասանելիություն տրամադրելիս, այնպես էլ օտարերկրացուն Լիտվայում բնակվելու իրավունք տալու մասին որոշում կայացնելիս։ Ստուգելու են ոչ թե բոլոր օտարերկրացիներին, միայն այն անձանց, որոնց առումով անվտանգության ծառայությունը հնարավոր սպառնալիք է տեսնում, բայց ինչ է սպասվում ստուգումից հրաժարվողներին։ Դե կարծում եմ այդ դեպքում վախենալու ոչինչ չկա։ Եթե մարդուն պատրաստվում են ստուգել պոլիգրաֆով ու նա հրաժարվում է, դա լրացուցիչ փաստարկ է այն բանի, որ նա ինչ-որ բանից վախենում է կամ թաքցնում։ Բայց հրաժարվելը դեռ չի նշանակում, թե մարդն անպայման ինչ-որ բան է թաքցնում։ Պոլիգրաֆն ուղղակիորեն չի սահմանազատում սուտը, այն ընդհանրապես արձանագրում է ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Իզոտովասն ընդգծում է, հուսալի մեթոդը պետք է բարձր ճշգրտությամբ բացահայտի ոչ միայն ստողներին, այլև նրանց, ովքեր ճշմարտությունն են ասում։ Հակառակ դեպքում մեծ է ռիսկը, որ անմեղ մարդուն սխալմամբ ստախոս կհամարեն։ Միայն այն գիտակցումը, որ այս սարքը կարող է սխալվել, ինձ համար արդեն բավարար պատճառ կլիներ հրաժարվելու համար։ Մարդը կարող է ուսումնասիրել տեղեկատվությունը, խորհրդակցել իրավաբանի հետ եւ պարզել, որ պոլիգրաֆի ուսանելիությունը կազմում է ընդամենը մոտ 70%։ Սխալ դասակարգման հավանականությունը կարող է հասնել մինչև 30%-ի։ Սա լուրջ հիմք է ստուգմանը չհամաձայնելու համար։ Իսկ հրաժարականը բնականաբար որոշում կայացնողների կողմից կարող է միանգամից ընկալվել որպես կասկածելի քայլ։ Օտարերկրացու համար հնարավոր սխալի գինն առանձնապես բարձր է։ Լրագրող Նատալիա Ֆրալովան Ռուսաստանից Լիտվա է տեղափոխվել 2014 թվականին։ Նրա խոսքով անգամ կացության կարգի երկարաձգման սովորական ընթացակարգն արդեն իսկ ուղեկցվում է ուժեղ հույզերով եւ անհանգստությամբ։ Եվ ամեն անգամ անհանգստանում, կընդունեն, թե ոչ, կտան, թե չեն տա։ Քանի դեռ միգրացիոն ծառայությունից չես ստացել այն բաղձալի նամակը, որ հայտդ հաստատված է, միևնույն է, ամեն անգամ սա իսկական նյարդերի քայքայում է։ Իզոտովասը պոլիգրաֆի կիրառումն արդարացված է համարում միայն որպես լրացուցիչ միջոց, այն էլ, եթե հատուկ ծառայություններն արդեն ունեն կոնկրետ տվյալներ հնարավոր սպառնալիքի մասին, իսկ ահա վերացական կասկածների դեպքում մեծանում է ռիսկը, որ անմեղ մարդուն սխալմամբ կդասեն վտանգավորների շարքին։ Հավանաբար նման անձին բացահայտելը բարդ կլինի։ Նախապատրաստումը չափազանց դժվարացնում է այս խնդիրը, ուստի ավելի լավ է ներդրումներ կատարել տեղեկատվության հավաքագրման եւ պրոֆեսիոնալ կերպով անցկացված հարցման վրա։ Եվրոպական միության երկրների մեծ մասում դատարանները պոլիգրաֆի արդյունքները չեն ընդունում որպես ինքնուրույն կամ ուղղակի ապացույց։ Բելգիայում եւ Ֆինլանդիայում պոլիգրաֆն օգտագործում են միայն առանձին քրեական գործերի քննության ժամանակ։ Գերմանիայում դատարանն ընդհանրապես արգելել է դրա կիրառումը որպես ապացույց, իսկ Նիդերլանդներն այս մեթոդից ամբողջությամբ հրաժարվել են։
Պոլիգրաֆով ստուգելու են միայն այն օտարերկրացիներին, որոնց առումով հատուկ ծառայություններն արդեն իսկ հնարավոր սպառնալիք են տեսնում, սակայն օրենքը տարբեր հետևանքներ է նախատեսում։ Եթե թեստի բացասական արդյունքը դեռ պետք է համադրվի այլ տվյալների հետ, ապա ստուգումից հրաժարվելը միանշանակ ընկալվում է որպես սպառնալիք պետական անվտանգությանը։ Ստացվում է, ձևականորեն հրաժարվել կարելի է, բայց այդ որոշման հետևանքները նախապես հայտնի են։ Ինչպես ձուկ եւ ձկնամթերք արտահանել Եվրամիության երկրներ, ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է ընթացակարգը։ Նախ մենք գիտենք, որ Եվրոպական միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է, որ ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրական, ձուկ կամ ձկնամթերք պահպանում իրականացնող կազմակերպությունները գրանցված լինեն Եվրոպական միության երկրների առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում, դա նույն այն TRESIS համակարգն է, որի վերաբերյալ մենք գրեթե արդեն 1 տարի է խոսում ենք։ Հիմա արդեն մշակված է կարգը եւ ամսի 20-ին այս տարվա մենք նաեւ հյուրընկալելու ենք 4 փորձագետ Եվրոպական միության երկրներից, տարբեր երկրներից կլինեն փորձագետները Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ արդեն իսկ առաջին խմբականակները գնալու վերաբերյալ առարկայական հերթականությունով ցույց կտան բոլոր այդ լրացման եւ գործընթացի վերաբերյալ մանրամասն հարցերը։ TRESIS համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմինը հանդիսանում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Դիմումը կարող են ներկայացնել փաստաթղթային տարբերակով, կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ պարտադիր է, որպեսզի կցված լինեն համապատասխան փաստաթղթերը։ Համապատասխան փաստաթղթերը կազմված են 18 կետից։ Այսօր իրանք կհրապարակվեն սնունդ.am մեր պաշտոնական կայքեջում, փաստաթղթերը իրանցից որևէ ծավալուն կամ որևէ խնդրահարույց փաստաթղթեր չեն ներկայացում, դա բոլոր այն փաստաթղթերն են, որոնք որ մեր տնտեսվարողները ունեն։ Ուկրաինայում շարունակվում են կադրային լայնամասշտաբ վերադասավորումները։ Պաշտպանության նախարար Միխայել Ֆեդորովի անսպասելի հրաժարականից հետո իշխանությունները նոր նշանակումների մասին են հայտարարում, իսկ հասարակության մի մասը կրկին դուրս է գալիս փողոց։ Կիևում այսօր բողոքի ակցիայի երկրորդ օրն է, միանգամից մի քանի պահանջով։ Ֆեդորովին սատարելուց մինչև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականը։ Առայժմ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հարցը բաց է մնում մինչև Գերագույն Ռադայի քվեարկությունը, ընդ որում խորհրդարանականներն այժմ 1 ամսյա արձակուրդում են, կվերադառնան եւ կկարողանան քվեարկել միայն օգոստոսի 18-ին։ Մինչ այդ Վոլոդիմիր Զելենսկին շարունակել է կադրային փոփոխությունները, ազդարարելով նոր կադրային որոշումների մասին, այս անգամ արդեն դիվանագիտական կորպուսում։ Զելենսկու խոսքով դեսպանատները պետք է շատ ավելի արդյունավետ աշխատեն, ավելի վաղ նախագահը նաև նշել էր, որ արտաքին գործերի նախարարության եւ նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալի հետ արդեն քննարկում է այն ուկրաինացի դեսպանների ցուցակը, որոնք նախատեսվում է փոխարինել։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։